Ուզում են ինձ ջրեն, բայց որ ջրեք ուղղակի հեռախոսս կթրջվի։ Ահ, տեսակ որ ջրեցին։ Շնորհակալ։ Էլ պետք չի, էլ պետք չի։ Ձեզ էլ ուրախ վարդավար։ Հա, իհարկե ինձ ջրեցին երկու կողմից, եւ մեքենայից, եւ այստեղից։ Եվ շատ հաճելի էր այս շոքին։ Եթե համարձակվում ես մասնակցել խաղին, դա միայն շատ հաճելի է։ Ուրախ վարդավար բոլորին։ Խաղում են, ուրախանում են։ Պատմային է, որ շատ հաճախ ներգրավում են մարդկանց, ովքեր խաղին մասնակցելու որոշում չունեն։ Այսօր Կապանում նշում ենք Վարդավառ։ Քրիստոսի պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից երրորդն է։ Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսը Աստծո որդին է։ Տոնի թելադրանքն է սիրել Աստծուն, լսել նրա պատվիրանները եւ իրականացնել Աստծո կամքը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին տոնի Վարդավառ անունը բացատրում է Հիսուսի վարդի հետ համեմատությամբ, ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն իր մեջ կրում է աստվածության պայծառությունը եւ պայծառակերպվելով հայտնեց իր աստվածությունը։ Ձեզ չեն ջրել։ Ասել եմ չամարձակ։ Իսկ ինչ խորհուրդ ունի։ Թե ես սիրում եմ որ ստենց առողջություններ անում, շատ սիրում եմ, բայց որ իմանայի դուրս չէի գայել, պրոստը գնում եմ եկեղեցի չէի ուզում, ոչ չէի։ Հա, իսկ ինչ խորհուրդ ունի ձեզ համար այս տոնը։ Շատ լավ խորհուրդ, թող ուրախ լինեն, միշտ հիշեն այդ տրադիցիաները, շատ լավ է, ես շատ ուրախանում եմ, որ հայ ազգը տենց լավ տրադիցիաներ ունի։ Հնուց եկած եւ դեպի դարերի խորքը գնացող։ Իհարկե ժողովրդի մեջ այս տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով։ Այն Հայաստանի առանձին բնակավայրերում ունի անվան տարբեր ձևեր, ինչպես օրինակ Վարդավառ, Վարդևոր, Վարդիվոր, Ճրճանքի օր, Ճրճան։ Չնայած անվանումների բազմազանությանը, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր արարողակարգ։ Ինչպիսի գեղեցկություն է Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, այս պահին այնտեղ Սուրբ պատարակ է եւ ես կգնամ պատարակը եւս կնկարեմ եւ կզրուցեմ պատարակ մատուցող քահանայի հետ։ Եվ մարդիկ մեծից փոքր բոլորը սիրում են Վարդավառը, իսկ եկեղեցում իհարկե այսօր տոնական պատարակ է, մենք գտնվում ենք Կապանում, սա Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է, որի քահանան խոստացավ արարողությունից հետո զրուցել մեզ հետ եւ բացատրել տոնի իմաստը։ Այսքան շատ հավատացյալներ կան այս պահին Սուրբ Մեսրոպ Մաշտոց Կապանի եկեղեցում, ասում են, որ նախկինում ընդամենը մի քանի մարդ 3-4 հոգի կարող էին գալ պատարակի, իսկ հիմա հավատացյալների թիվը մեծացել է, պատարակները միշտ բազմամարդ են, այսպես հաճելի է դա տեսնել եւ լսել դրա մասին։
Եվ այստեղ հերթ է գոյացել, մարդիկ օրհնություն են ստանում, շփվում են Տեր Հոր հետ եւ հավատացյալները վերջին տարիներին շատացել են։ Այևս այդպես են գնահատում իրենք կապանցիները։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված շատ օրհնի։ Հնուց մեծ ժառանգություն մնացած Վարդավարտոնին, մենք ստացանք դա հեթանոսական ժամանակներից, այսօր ներկայում մեզ հետ է այս տոնը եւ փոխանցելու ենք սերունդներին։ Եվ ինչ է այսօրը խորհրդանշում ըստ քրիստոնեական օրացույցի։ Մատթեոսի ավետարանի մեջ գեղեցիկ նկարագրվում է, թե ինչպես Քրիստոս վերցրեց իր 3 առաքյալներին եւ նրանք բարձրացան Թաբոր լեռը աղոթելու։ Եվ աղոթքի ժամանակ Քրիստոս պայծառակերպվեց։ Եվ Քրիստոսի պայծառակերպությունը այն էր, որ Հայրը երկնքից վկայեց, թե դա է որդին իմ սիրելի, որին ես ընդունեցի, հավանեցի եւ նրան լսեցեք։ Այս երկնային ձայնը կարծես թե մեզ յուրաքանչյուրիս տալիս է այն իմաստությունը, որ Աստված ամեն ժամանակ մեզ հետ խոսում է, ամեն օր մեզ հետ խոսում է։ Լուսաբացը կարծես թե մեզ արթնացնելով տալիս է լուսաբացը ընդունելու եւ օրը վայելելու, Աստծո հետ միասին ապրելու եւս մեկ օր կարողանալու այս Աստվածապարգև լույսի մեջ ունենալու մեր հոգևոր կյանքը եւ երջանկությունը։ Սա մեզ յուրաքանչյուրիս համար կարծես թե եւս մեկ անգամ հիշեցնում է, որ մենք պիտի աղոթասեր լինենք, որտեւ Քրիստոս միշտ աղոթում էր եւ նրանք էլ սովորեցին աղոթել եւ հենց նրանց էլ սովորեցրեց, թե ինչպես մարդը պետք է խոսի իր արարչի հետ, խոսի իր Տիրոջ հետ եւ կարողանա իր հոր ձայնը լսելով իր կյանքի օրերը ապրել։ Հեթանոսական իմաստն էլ էի ուզում, դրա մասին էլ էի ուզում խոսենք։ Հիմա ջրոցի են, ջրում են ում պատահի, ինչպես պատահի։ Երեխաների մոտ մի այսպիսի ավանդույթ է արդեն ձևավորված, որ ջուր են ցողում միմյանց վրա եւ կարծես թե զվարճանալով ապրում են իրենց կյանքի օրերը։ Դա գալիս է այսպես մաքրված մարդուն տեսնելու, լվացված, նորից նույն խորհուրդը մեր հայրերի մոտ մեկնությունն է, որ մաքրվելու, մենք էլ ապաշխարելով կարողանում ենք մաքրվենք, այդ չարի ներկայությունը մեզանից ազատելով, ապրել աստվածային ներկայությամբ եւ աստվածային լույսով լուսավորված մեր կյանքի օրերի ընթացքը։ Ես որ պատարակի ընթացքը մի փոքր փորձեցի նկարել, ձեր մատուցած պատարակի, ինձ կողքից կապանցիներն ասում էին, որ առաջ այստեղ 3-4 մարդ էր լինում եւ հիմա այսպիսի բավականին շատ մարդիկ, բոլորը գլխաշորերով կանայք, այսպես կարգը իմացող եւ կարգը պահպանող հավատացյալներ։ Ինչպիսին է ձեր հոտը, ձեր աչքին, ինչքան ժամանակում նրանք այսպես շատացան, սկսեցին հաճախել եւ այլն։ Կդառնա ինքնագովեստի, բայց պիտի ասեմ, որ այո, ես հանձն առա Տիրոջ խաչն առնել եւ իմ ծառայությունը բերել իմ ազգին եւ ես էլ եկած օրվանից եւ որ սկսեցի իմ ծառայությունը բերել մեր Սյունյաց աշխարհին, Կապան քաղաքին, այս Աստվածակերտ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, այո, ես Տիրոջը ունենալով իմ առջև, իմ ծառայությունը բերելով, այստեղ բոլորին ես անհատական ճանաչում եմ եւ այո, երբ որ ես եկա, չկար այս հոտը, բայց այս տարիների ընթացքում մենք համախմբվեցինք եւ յուրաքանչյուրի մեջ սերմանվեց մեկ Աստծո միտքը եւ մեկ Աստծո ծառայելը, միմյանց նկատմամբ սերն ու հարգանքը եւ ամենակարևորը ես տեսնում եմ իրենց մեջ խոնարհությունը մեկը մյուսին ծառայելու, օգտակարը լինելու, իրար օգնելու, իրար նեցուկ կանգնելու, իրար աջակցելու եւ աստվածային սիրով ապրելու իրենց կյանքի օրերը։
մենք ամեն Կիրակի մատուցում ենք Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ դուք ինքներդ ականատես եղաք, թե ինչպես մեր քաղաքի հավատավոր զավակները եկան այսօր Քրիստոսի հետ պայծառակերպելու, եկան Քրիստոսի հետ միասին Տիրոջը փառաբանելու եւ եկան եւ գալիս են միասին մասնակցելու այն ընթրիքին, որ Աստված պատրաստում է Սուրբ Պատարագի ընթացքում մեզ յուրաքանչյուրիս հաղորդակիցը լինելու մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնին եւ արյանը։ Օրհնեցեք Տեր։ Աստված շատ օրհնի։ Շնորհակալ եմ։ Ձեզ սեր խաղաղություն։ Լսել եմ ես ձեզ։ Շնորհակալ եմ։ Միշտ լավ լինեք, միշտ Շնորհակալ բարի եմ։ գործերով։ Սեսուն ձեզ։ Հաջողություն ձեզ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տեր, հայր։ Ներսը շնորհալու շատ հզոր աղոթներից մեկն է հավատում Խոստոն Վանիմը, որ վստահ եմ ձեր աղոթքը կունենաք եւ Այո։ Աստված ձեզ կզորացնի ձեր կյանքի բոլոր օրերում ունենալու Աստվածահաճո օրեր։ Շատ Սեր ու շնորհակալ եմ։ խաղաղություն Այո, ձեզ։ աղոթում ենք մեր ազգի, մեր հայրենիքի համար։ Միանշանակ պիտի բոլորս աղոթենք, որտեղ Քրիստոս մեզ աղոթել է սովորեցրել։ Այո։ Եւ այդ աղոթն է, որ պիտի Ես ուրախանում եմ, որ այստեղ երիտասարդ տեսնում եք զինծառայողներ էլ կան։ Այո, միշտ գալիս են տղաները։ Գալիս են եւ գալիս են իրենց աղոթն են ունենում։ Մոմ են վառում։ Ոչ միայն մոմը, այլ ամենակարևորը ամեն անգամ եւ որ ես հարցնում եմ, նրանք աղոթում են խաղաղության համար։ Խաղաղության համար, այո։ Եվ նրանց մեջ հավատն այնքան է, որ միայն խաղաղությունն է, որ երջանկություն եւ սեր կպարգևի յուրաքանչյուրին։ Եվ այդ միտումով ու հավատքով նրանք գալիս են, որոշները մկրտված, որոշները առանց կնունքի, բայց բոլորի աղոթքը մեկն էր. սեր, խաղաղություն, երջանկություն եւ ես ամեն անգամ իրենց խնդրում եմ, որ իրենք պետք է համբերությամբ զինվեն, կարողանան իրենց գեղեցիկ ծառայությունը բերել ի նպաստ հայրենիքի եւ վերադառնան իրենց ծնողների գիրկը։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, մեռելոց է։ Բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ եւ կատարվում է հոգեհանգստի կարգ։ Այս բլոգը պատրաստեց Շակ